Տիկին Հակոբյան, օրվա նշանակության մասին խոսենք, ինչ նշանակություն ունի այսօրը հայ ազգի համար։ Օրը բավականին խորհրդանշական է, Սարդարապետը ֆենոմենալ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, ճակատագրական, որով կանխվեց հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ ամրապնդեց իր իսկ սեփական տարածքում գոյատևելու նախապայմանը։ Այս հաղթանակները ինչ նշանակություն ունեն ներկայիս իշխանության համար։ Ներկայիս իշխանության համար ես չեմ տեսնում, որ իրենք որևէ դրական նշանակություն ունենան։ Սարդարապետը Բաշապարանը Ղարաքիլիսան դրանք մեր խորհրդանշական, մեր ոգու ամրության, մեր ապրելու պատրաստակամության, մեր գոյատևման, սա միայն ռազմական հաղթանակ չէր մեզ համար, սա մեր ոգու ամրության մասին էր Սարդարապետի ֆենոմենը։ Մենք դրանով կարողացանք կերտել պետականություն, դրանով կարողացանք Բաթումում ստանալ նոր պայմաններ, զիջումներ եւ ունեցանք հայոց պետականության ճանաչում։ Ճիշտ է, հայկական պատվիրակությունը Բաթումում, ինչպես նաեւ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը տեղյակ չէին Արարատյան դաշտում տեղի ունեցող իրադարձություններից։ Ճիշտ է, հայ ժողովրդի կամքի ուժով գրաված տարածքների մի մասը, ազատագրված տարածքների մի մասը հարկադրված էին հետ տալ Բաթումի պայմանագրի ստորագրումից հետո թուրքերին, սակայն այնուամենայնիվ ունեցանք Հայաստանի Հանրապետության ճանաչում, հենց առաջին ճանաչողն էլ եղավ Թուրքիան։ Այսինքն մենք ունեցանք պետականության վերականգնում, պետականության գոյատևման հնարավորություն։